դու քո դարդը քաշ, օրինակ հələ մեծ վարչապետի աշխատակազմը թող պարզաբանում տա, թե մի կին, որը իրան համարում է տիեզերական մասշտաբի անբարոյական։ Չնայած ուրիշ որևէ մեկը այդ իր բարձր ինքնագնահատականն է իր մասին, որովհետև ինչ որ լսել ենք, բոլորը լոկալ մասշտաբի մասին է խոսքը։ Մի քաղաքի բանի մասշտաբը դաշնակոմար կոնկրետ փողոցներն են ասում, պետական հիմնարկներն են ասում, թե բայց դա լոկալ մասշտաբ է։ Նույնիսկ միջազգային, եթե ասենք են Ուկրաինայի այցը հանես, միջազգայինը չի։ Տիեզերական։ Իբրիշ ինքնագնահատական ունի։ Հիմա այդ կինը, այդ կարգավիճակում է, տիեզերականը, որ քո կինը չի, մի հատ էլ կարաս պարզաբանես, թե դրա վրա միլիոնավոր դոլարների պետական միջոցների ինչի է ինքը շահառու, ինչի է ինքը ապրում կառավարական ամառանոցում, ինչի է իրան սպասարկում պետական պահպանության ծառայությունը, ինչի են իր համար առել 135,000 դոլարանոց ավտո, ինչի են ինքը ապրում մի քանի միլիոն դոլարանոց դղյակում, ինչի է ինքը ապրում Սևանի ամենչա մա դրա պարզաբանումը կարաս տաս, եթե նա քո կինը չի, որովհետև մեր օրենքներով ասում է դա կարալնի միայն կնոջը, մա կարաս պարզաբանես, կարաս պարզաբանես, թե տղատ ուր է, ասեք լույսը բացվել է, մա պարզաբանի, հերես, գիտես քո տղան ուր է, որտեղ է քնե, որտեղ է արթնած է, առավոտ արթնած է ինչա կեր է, իրիկուն ինչա ծխեն որ քնե, գիտես ասենք դու, եթե ծխել է։ Բայց մենք դրաման բանը Այ բախտիար, դու քո դարդը քաշրի, իս վիճակում գտնվող, դու կարաս մի հատ ասենք թե 4 երեխայի հայրություն ես ճանաչել։ Մի հատ խնդրում են պարզաբանի, թե դրանց հերեն ով են։ Որովհետև կա մտա հոգություն, ասենք նայում ես նկարները, այն աղջիկը տենում ես կոնկրետ մարդու շատ նման է։ Այդ մարդն էլ ասենք թե կապ ունեցել ընտանիքի հետ։ Հիմա կլինի մի հատ վարչապետի աշխատակազմից պարզաբանեն, թե ինքը որ հանգամանքների բերումով որ հայրություն է, դե կարա, տղամարդը կարա, ասեք թե մեկ կնգա այդ կապված է նրա երեխու հայրությունը չկարա լինի, օրինական է։ Կարա թույլատրում հայրություն։ Դա ճանաչել ես, լավ, հասկացան։ Բայց հենով է։ Կարաս պարզաբանես։ Դու քո ելածը պարզաբանի, մեր եկեղեցու հետ դու գործ չունես։ Ինչ կապ ունես դու մեր եկեղեցու հետ։ Մենք ենք այդ եկեղեցու զավակը, մենք այդպես խնդիրներ չենք բարձրացնում, մենք այդպես խնդիրներ չունենք։ Մենք մեր հոգևոր հայ հոր նկատմամբ, մեր վեհապարի նկատմամբ խոնար ենք, որդիական խոնարհություն ունենք։ Դու մեր հոգևոր առաջնորդի հետ գործ չունես։ Ինչով պիտի գործ ունենաս, որ դու իբր հայ ես դրա համար, հետո գիտեք ինչքան հայեր կան, որոնք կաթոլիկ եկեղեցու հետևորդ են։ Կամ աղանդավոր են։ Ես օրինավոր մարդկանց մասին եմ խոսում, որ մեր սիրելի քույրերն ու եղբայրները մեր հայրենակիցներն են, իրենք ասենք օրինակ Լեհաստանի հայերի մեծամասնությունը, խոսքը հատկապես են հին համայնքի մասին, ոչ թե Հայաստանից գնացած, նրանք կաթոլիկ եկեղեցու կա Լեհաստանում հայ կաթոլիկ եկեղեցի, հրաշալի մարդիկ են, հրաշալի հոգևորականներ են սպասարկում, Հայաստանը սիրող, նույնիսկ դրանց մեջ կա լեհ հոգևորական, որ հայ կաթոլիկ եկեղեցու հայերին սիրող, Հայաստանը սիրող, կարդինալ Կաժիմիրնիցը, որը հայ համայնքի առաջնորդն էր Լեհաստանում, գիտեք ինչ հայանպաստ գործեր միայն իմ առաքելության շրջանում։ Հիմա այդ մարդիկ էլ կաթոլիկ եկեղեցու հետևորդ են, իրանց հոգևոր առաջնորդն են, ոչ թե Գարեգին երկրորդ վեհապար հայրապետն է, այլ Լևոն 14-րդ Հռոմի պապն է։ Հիմա դու իրավունք, քանի որ Հռոմի պապին առաջնորդություն ընդունում այդ եկեղեցու, մեծ թվով հայեր։ Դու պետք է Հռոմի պապից էլ բաներ պահանջես, ասես, չհասկացանք, հələ մեծ արիստները ախետել ծուխը հանիկ նստա կարա հետ ոնց ընտրվավ է։ Այդպես ծուխը անելով է, հա։ Հələ մեկ բերեք ձեր հարցում եմ ամենդ արձանագրությունները բերեք տենանք ընտրություն օրինական եղել, օրինական չի եղել։ Կարա դες բան ասի։